Կղանքում լորձի առկայությունը կարող է համարվել լրիվ նորմալ երևույթ։ Հաստաղիկը սովորաբար արտադրում է լորձ, որն ունի պաշտպանիչ և կղանքի անցումը հեշտացնող ազդեցություն։ Որոշ իրավիճակներում կարող է դիտվել լորձի արտադրության խթանում, օրինակ դեղորայքի և խոտաբույսերի կիրառում, աղու լվացում տարբեր անհասկանալի տոքսիններից ազատվելու համար, հետանցք օտար մարմիններ մտցնելուց և այլն։ Բացի դա անալ խողովակի տարբեր խնդիրներից, թութք, ճակ, սրատուտի ժամանակ, հետանցքը քորելուց և նույնիսկ կրկռված աղու համախտանիշի ժամանակ։ Բացի դա դատարկ աղու կծկանքները ևս կարող են բերել լորձի արտադրության, որն արդեն ֆունկցիոնալ խանգարման հետևանք է։ Այո, լորձ կարող է արտադրվել նաև հաստաղու քաղցկեղի, խոցային կոլիտի, տարբեր աղիքային ինֆեկցիաների ժամանակ, բայց այս դեպքում ախտանիշները միայն լորձի առկայությամբ չեն սահմանափակվում։ Եթե դուք կատարել եք կոլոնոսկոպիա և այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել, ապա դրանից հետո պետք չէ և իմաստ էլ չունի մանրամասն զննել լորձի առկայությունը և քանակությունը կղանքում։ Առողջ եղեք և իրազեկված։